Որպեսզի ոչ մի րոպե չկորցնեմ եւ ձեր հարցերին պատասխանեմ, հիմա ուրեմն խմորիչով խմոր եմ սարքել, կարկանդակներ եմ թխելու եւ որոշել եմ, քանի խմորս բարձրանում է, պատասխանեմ ձեր հարցին։ Ուրեմն հետեւորդներից մեկը հարցնում ասում, ինչու է որ հարսը չի ընդունում սկիսուրին եւ չի հարմարվում, չի սիրում, իսկ տղան ընդունում է կնոջ կողմը։ Հարգելիներս, նախ ասեմ, որ միշտ չի այդպես։ Ես գիտեմ մարդկանց, որ շատ համերաշխ են, հարս, սկիսուր, տղան էլ ոչ մեկի կողմը չի ընդունում, բայց ճիշտ է, ցավոք այնուամենայնիվ գերակշռող մեծամասնության դեպքում այդպես է, եկեք տեսնենք ինչի է այդպես։ Այստեղ ուրեմն կանացի կոնկուրենցիա է գնում։ Ամեն մի կին մտածում է, թե տղամարդը իր սեփականությունն է, տվյալ դեպքում ենթադրենք հարսը եւ պետք չի ոչ մեկի հետ կիսել։ Անգամ մայրիկին նույնն էլ սկիսուրը կարող է մտածի, ասում է տղան իմն է, ով ուզում է լինի, ինքը եկել է թող աշխատի, գործանի, հավաքի, բայց տղեն իմն է, իմ կողմը պետք է բռնի։ Այո, տղամարդիկ կնոջ կողմն են բռնում, որովհետև ուրեմն դա առանձին ընտանիք է։ Իհարկե նույնից եմ ասում, ոչ բոլոր տղամարդիկ, հա, այսինքն եթե մարդը ամուսնացել է, ուզում ընտանիք կազմի եւ պետք է այդ ընտանիքը կայանա։ Դրա համար տղամարդը պետք է այնքան խելք ունենա, որ չվիրավորելով մայրիկին կնոջից չհեռանա, էլի այդպիսի դեպքեր գիտեմ։ Հիմա նայեք, երկու դեպքում էլ կանայք պետք է լինեն շատ խելամիտ, գիտակցված, հասկանալը, որ եթե իրար հետ գոնե թեկուզ եւ դիստանցիայով, բայց լավ հարաբերություններ պահեն, դա դրանից կշահի միայն իրենց սիրելի տղամարդը, հա, տվյալ դեպքում ամուսինը եւ տղան, թե հոգեպես, թե ֆինանսապես, այնուամենայնիվ, ցավոք կան դեպքեր, եմ ասում ձեռքերիս մեջ էլ ձվածեղան եմ տանում, մեկը չի գնահատելու, կան այդպիսի կանայք հարսերել, սկիսուրներել, էգոն է իրանց մոտ շատ բարձր, իրանք ոչ մի ձևի չեն ուզում հարմարվեն, ես, այս է իրանց մոտ ամենաբարձր եւ ուրեմն տվյալ դեպքում ես խորհուրդ եմ տալի պարզապես հնարավորինս սահմանափակել շփումը, եթե հնարավորություն ունեք թող առանձին ապրեն, եթե ոչ շփումը շփվեք միայն անհրաժեշտության դեպքում։ Հիմա այս երկու դեպք եմ ուզում պատմել եւ ինձ թվում է այսքանով կսահմանափակվենք, ուրեմն մի հատ հարուստ տղամարդ ամուսնանում է եւ շատ լավ տան մեջ կնոջ ասում է, այն հեռավոր անկյունում իմ մայրիկն է ապրում, ինքը մեզ չի խանգարի։ Ու դու ուղակի իմացի, որ իմ մայրիկը կա։ Անցնում է 2 շաբաթ այդ կին ասում է, ես էլ չեմ կարում քո մայրիկը կյանքս կերավ, բան, այս տղան վերցնում դուրս է շպրտում, այս կնոջ ասում է, ոչ մի մայրիկ էլ չկա, ես քեզ էի ստուգում, դե հեռացի իմ մոտից։ Երկրորդ տարբերակը միևնույն կինը, երբ զոնքաջ ասում է, վայ պես էս այնքան լավն է, աղջկաս էս բանն անում են, բանը, իսկ երբ որ սկիսուրը ասում է, վայ, այս հարսս այնքան վատնա, տղա, իսկ համեց, այսինքն նույն իրավիճակը նույն կինը տարբեր ձև է տեսնում։ Լավ որ